Այսօր մեզ է միացել քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, բարև ձեզ։ Դե ինչ, նախընտրական վերջին շաբաթն է մեկնարկել այսօր, կարելի է արդեն առանձնացնել ֆավորիտների։ Ինձ թվում է հենց սկզբից այդ ֆավորիտների քարյակը հայտնի էր ուրվագծվում էր գործող իշխանությունը եւ 3 ուժեր ընդդիմադիր դաշտում, որոնցից երկուսը շատ ավելի էսպես նկատելի ֆավորիտ, նկատի ունեմ անցողիկ իմաստով, եւ երրորդը այսպես հարաբերականության մեջ չեմ ասում, որ կսահմանափակվի հենց այդ 4-ի շրջանակում, այսինքն կարող են լինել էլի ուժեր, որ կանցնեն կամ կմոտենան, բայց հենց սկզբից այդ 4-ը ուժեղ Հայաստան դաշինք եւ Վարգավաճ Հայաստան ընդդիմադիր դաշտում եւ բնականաբար գործող իշխանություն է, դրանք անցողիկության այսպես ակնհայտ 4 ուժերն էին հենց սկզբից եւ կարծում եմ այս ընթացքում սկզբունքորեն չի փոխվել հարաբերակցությունը մյուսների համեմատ։ Սոցհարցումներն են դա վկայում։ Ես սոցհարցումներին անկեղծ ասեմ ուշադրություն այդքան էլ չեմ դարձնում, մի քանի պատճառով, գիտենք սոցիոլոգիայի ընդհանուր այսպես անվստահելի կատեգորիա լինելը ցավոք սրտի, որովհետև դա շատ լուրջ գիտություն է եւ անհրաժեշտություն քաղաքական process-ները գնահատելու համար, բայց այդ անվստահությունը, որ կա իմ գնահատմամբ, անգամ քաղաքացիների պատասխանները այդ տեսանկյունից կարող են չլինել անկեղծ, այսինքն մարդը, որ ունի հստակ կողմնորոշում, հնարավոր է սոցիոլոգիական հարցման ընթացքում բոլորովին այլ կարծիք հայտնի, հենց երևույթի հանդեպ անվստահությունից ելնելով, ես էլ չեմ խոսում այլ գործոններ, չգիտեմ, մարդիկ գուցե ինչ որ մեկը վախենա, բարձրաձայնել իր կարծիքը եւ այլն։ Այս տեսանկյունից ես կարծում եմ սոցիոլոգիական այդ հարցումները ավելի շատ ապակողմնորոշման, քան կողմնորոշման համար են։ Այլ հարց է ներողություն, որ ցանկացած ուժ իր համար ներքին օգտագործման արդեն բոլորովին այլ տրամաբանությամբ կարող է կիրառել սոցիոլոգիայի գործիքը, ես կարծում եմ անհրաժեշտաբար պետք է կիրառեն։ Հայ-ռուսական հարաբերությունները այս վերջին փուլում պետք է դիտարկել հենց նախընտրական մթնոլորտի շրջանակում, թե ավելի լայն սպեկտրում։ Կարծում եմ, թե մեկը կա, թե մյուսը, բայց ակնհայտ է, որ այս բորբոքումը նախընտրական հանգամանքով պայմանավորված է, որովհետև տեսնում ենք Հայաստանում իշխանության ձևավորման հարցում խաղադրույքները, այդ թվում աշխարհաքաղաքական բավականին բարձր են եւ աննախադեպ անմիջական այդ իմաստով եւ Ռուսաստանը հետ չի մնում, այսինքն փորձում է հետ չմնալ այդ խաղադրույքները եւ իրենց շահերի գինը սահմանելու տեսանկյունից, բայց այստեղ բավականին իհարկե հարաբերական պատկեր է, որովհետեւ տեսնում ենք օրինակ հայ-ռուսական այդ փոխհրաձգությունը, որը նաեւ ԵԱՏՄ շրջանակ տեղափոխվեց, այդ 4-ի հայտարարությունը, բայց միևնույն ժամանակ օրինակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը բաց չի թողնում Նիկոլ Փաշինյանի ծննդյան տարեդարձի առիթը հեռախոսազանգ ունենալու համար եւ ընդ որում դրա ընթացքում համաձայն Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրության Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնում Պուտինին սուր հարցերում բավականին այսպես բարեհամբույր եւ բարեհունչ վերաբերմունքի համար, առանց էմոցիաների վերաբերմունքի համար եւ շնորհակալություն է հայտնում աջակցության համար։ Բնականաբար հարց է առաջանում, թե ինչ աջակցության մասին է խոսքը։ Իմ գնահատմամբ այստեղ աջակցությունը կարող է առնվազն հետեւյալը լինել. Ռուսաստանի այս վարքագիծը թվում է, թե խնդիր է Նիկոլ Փաշինյանի համար, այսինքն ճնշում է Փաշինյանի վրա, բայց եթե դիտարկենք Հայաստանում հասարակական տրամադրությունների հարաբերակցությունը, հատկապես պատերազմից եւ դրանից հետո Ռուսաստանի հանդեպ, եւ գնահատենք նաեւ թե ինչ շեշտադրում է արել Նիկոլ Փաշինյանը սկզբից է վետ, նաեւ իր քարոզարշավում ժամանակի ընթացքում այսպես աստիճանաբար, այդտեղ Ռուսաստանի դիրքորոշումը այլ կերպ քան աջակցություն Նիկոլ Փաշինյանին շատ դժվար է գնահատել։ Ինչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Ընդդիմության 3 առաջատար ուժերին, որոնք միանգամայն ի վիճակի են առնվազն հավաքական իմաստով շրջանցել նրան, նա մեղադրում է Ռուսաստանի գործակալ լինելու համար, Ռուսաստանի պատվերը կատարելու համար եւ հիմա երբ համադրում ենք ռուսական քաղաքականությունը այդ համատեքստում, Ռուսաստանը կարծես թե իր ամբողջ վարքագծով ասում է, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում։ Այսինքն այդ բացահայտ ընդդիմությունը Փաշինյանին եւ որոշակի իմաստով հայտարարություններով իբրև թե աջակցությունը ընդդիմությանը իրենց քաղաքական խորքում եւ հանրային ընկալումներում լրիվ հակառակ էֆեկտ ունեն եւ չեմ կարծում թե Ռուսաստանում այնքան անգետ են որ չեն պատկերացնում այդ հակառակ էֆեկտը եւ բնական է Նիկոլ Փաշինյանն էլ երախտամոռություն չի անում եւ շնորհակալություն է հայտնում Մոսկվային, Պուտինին, որ իրեն այդպես աջակցում են ընդդիմության դեմ այդպիսի քարոզչություն կամ հակաքարոզչություն իրականացնելու համար։
Ինչու է Ռուսաստանը աջակցում։ Ես կարծում եմ սա այսպես անգիտությամբ կամ անտարբերությամբ չէ, որ աջակցում է, մեծ հաշվով եթե դիտարկենք, ես սրա մասին խոսում եմ վերջին 3-4 տարիներին, Նիկոլ Փաշինյանը որևէ ստրատեգիական խնդիր Ռուսաստանի առաջ չի դրել, չի առաջացրել որևէ ստրատեգիական մարտահրավեր Ռուսաստանի համար եւ ավելին Ռուսաստանի համար այս 3-4 տարիների ընթացքում Փաշինյանը նվազագույնը 3-4 տարիների ընթացքում Փաշինյանը իր ռետորաբանությամբ եւ իր քաղաքականությամբ այդ թվում ինֆորմացիոն ստեղծել է շատ արժեքավոր ալիբիներ եւ այդ տեսանկյունից զարմանալի չէ որ Ռուսաստանն էլ իր հերթին կարող է այսպես վերադարձնել դա Փաշինյանին աջակցելով նրա հակակարողջությանը ընդդիմադիր ուժերի դեմ Այսինքն Ռուսաստանի դերը խաղի մեջ լինելն է թե միջամտելը Թե մեկը թե մյուսը, այսինքն երկու դեպքում էլ անհրաժեշտ է որոշակի միջամտություն process-ներին։ Հիմա մենք տեսնում ենք միջամտությունը այդ իբրև թե սահմանափակումների, ճնշումների եւ այլնի տեսքով, բայց ես նշեցի դրա հակառակ էֆեկտը եւ մեղմ ասած հակառակ էֆեկտը առավել հավաստի եւ առավել հավանական է, քան մյուս տարբերակը եւ այստեղ նույնիսկ ինչ որ տպավորություն է ստեղծվում այդ ռուսական պաշտոնական վարքագծի եւ հետո Պուտին-Փաշինյան շփումների պարագայում, որ Պուտին-Փաշինյան շփումները ինչ որ առանձին են հայ-ռուսական հարաբերությունից եւ ունեն բոլորովին այլ օրակարգ եւ բոլորովին այլ տրամաբանություն, քան հայ-ռուսական հարաբերություն ասվածը առնվազն ներկայիս այսպես առերևույթ մակարդակում։ Գազի լծակը որոշիչ լծակ է։ Մակոբ։ Եթե կիրառվի անշուշտ կլինի որոշիչ։ Դե ինչի՞ չեն կիրառում։ Դե այստեղ էլ հարցեր են առաջանում, թերևս այն նկատառումով կամ այն պարագայով, որ մենք գործ ունենք առերևույթ այս լարվածության եւ չգիտեմ հակադրության ֆոնին, մենք գործ ունենք իրականում բոլորովին այլ տրամաբանությամբ հետնաբեմի հետ։ Այսինքն ռուսական տեխնացուները բնավել այն շարքից չեն, որոնց մասին տպավորությունը ստեղծվել է։ Նիկոլ Փաշինյանը օգտագործում է այդ հանգամանքը նրանց որակելով ռուսական տեխնացու, իրեն էլ որպես իբրև թե իշխանության տեխնացու կամ այսպես միակ բաստիոն։ Այդ ակնարկը անձամբ Ռուսաստանի նախագահը արեց։ Դե հենց այստեղ է հարց առաջանում։ Պուտինի ինչին էր պետք անել այդ ակնարկը, որը հնարավորություն էր տալիս Նիկոլ Փաշինյանին առավել դիպուկ թիրախավորել ընդդիմությանը։ Այսինքն Պուտինի ինչին էր պետք, եթե դիտարկենք, որ այդ ընդդիմադիր ուժերը նրա զինվորներն են, Պուտինի ինչին էր պետք այդպես հրապարակավ հանձնել իր զինվորներին։ Այստեղ առաջանում են հարցեր։ Եվ հարցեր եւ համենայն դեպս նաեւ եզրակացության հիմքեր, որ իրականում թերևս հասարակության մոտ սխալ տպավորություն է, թե որ կողմում են Պուտինի զինվորները։ Այսօր մի հայտարարություն եկավ Օվերչուկից։ Ասում է Ռուսաստանի փոխվարչապետը Հայաստանում ռուսականից բացի այլ գազ երբեք չի լինի։ Գազ միայն Ռուսաստանն է արտադրում աշխարհում։ Դե իհարկե Իրանը կարող է նաև գազ տալ Հայաստանին, բայց Իրանը ինքը ունի գազի խնդիր, այսինքն Իրանը այդպես մեծ ծավալի կամ համարժեք գնի այդ հնարավորությունը թերևս չունի հատկապես հիմա, երբ գիտենք Իրանը բավականին այսպես ֆինանսատնտեսական ծանրության տակ մտավ պատերազմից հետո։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 2021 թվականին, եթե չեմ սխալվում, Իրանը եւ Ռուսաստանը բարձր մակարդակով կնքեցին համաձայնագիր, որի համաձայն 40 միլիարդ դոլարի կարգի Գազպրոմը պետք է ներդրումներ կատարի Իրանի գազային համակարգում։ Ուզում եմ նաև հիշեցնել մեկ այլ կարևորագույն հանգամանք՝ ռուս-իրանական մեծ պայմանագիրը, ռազմավարական մեծ պայմանագիրը, որ կնքվեց 2025 թվականի հունվարի 17-ին։ Եվ այնտեղ մի շատ հետաքրքիր կետ կա անվտանգության առումով, որ կողմերը չեն անի քայլեր, որոնք աջակից են իրենց հանդեպ թշնամական տրամադրված երկրներին։ Եթե հիպոթետիկ դիտարկում ենք, որ Հայաստանը գնում է Ռուսաստանի հետ այսպես թշնամական քաղաքականության եւ այդտեղ առաջանում է գազի խնդիրը, ապա եթե Իրանը գազ մատակարարի Հայաստանին, դա կարող է դիտվել ռուս-իրանական մեծ պայմանագրի խախտում։ Սա հիպոթետիկ դիտարկում է, բայց այս հանգամանքը եւս պետք է հաշվի առնենք եւ այս օրինակը պատահաբար չեմ բերում, որովհետեւ մենք պետք է նկատենք եւ արձանագրենք, որ ռուս-իրանական այդ մեծ պայմանագրից հետո փոխվում է կամ փոփոխության ինտենսիվ ու լայն գործընթացի մեջ է հայտնվում ընդհանրապես Ռուսաստանի հայացքը Կովկասին։ Եթե, այսպես ասենք, հին աշխարհի տրամաբանության մեջ Կովկասը դիտվում էր սահմանային գիծ, այսպես սահմանային բաստիոն Ռուսաստանի համար,
Հիմա ռուս-իրանական այդ մեծ պայմանագիրը երբ որ կնքվում է եւ մենք տեսնում ենք թե Ամերիկայի պատերազմի հետևանքով կամ Իրանի համար նույնիսկ աշխարհակաղակական իմաստով արդյունքում ինչպես է փոխվում Իրանի դերը, ինչպես է ամրանում Իրանի դերը ռեգիոնալ process-ներում, Կովկասը դառնում է արդեն ռուս-իրանական համաձայնության գոտի եւ սա շատ էական փոփոխություն է բերելու նաև Ռուսաստանի քաղաքականության մեջ։ Հիմա այս ամեն ինչը նաև եթե գազի առումով պրոյեկցենք, այստեղ պարզ է դառնում, որ իսկապես մնում է Ադրբեջանի գազը, բայց Ադրբեջանն էլ այդքան գազ չունի։ Այսինքն երբ ուկրաինական ճգնաժամից հետո Եվրոպա գազ էր մատակարարում, իբրև թե ավելացրեց, այնտեղ գրեթե բացահայտ խոսվում էր, որ դրա մի զգալի մասը հնարավոր է ռուսական գազ է, որը Ադրբեջանի միջոցով փոխանցվում է։ ԵԱՏՄ 4 երկրների նախագահների հայտարարություն արեցին Հիմա մեր զրույցի տրամաբանությամբ եթե շարժվենք, դա էլ ունի նախընտրական երանգ Հայաստանի համար։ Իհարկե ունի եւ այստեղ նաեւ մյուս հանգամանքը կա իմ կարծիքով, որ օգտագործելով Հայաստանի առիթը, Ռուսաստանը ավելի շուտ իր մոտեցումները այնինչ բարձրաձայնում է Հայաստանի նկատմամբ, իր մոտեցումները ավելի շուտ դրեց ԵԱՏՄ մյուս երկրների առաջ եւ այստեղ առանցքային է իմ գնահատմամբ Ղազախստանի որովհետև մեզ մոտ տպավորություն կա, թե ԵԱՏՄ-ում Ռուսաստանի խնդիրը Հայաստանն է, ես կրկնեմ, ես չեմ կարծում, որ Ռուսաստանի խնդիրը Հայաստանն է։ Ռուսաստանի համար մեծագույն մարտահրավերը եղել է, կա եւ մնում է Ղազախստանը, որպես կենտրոնասիական խոշորագույն պետություն իհարկե, որը իսկապես ունի բավականին մեծ ներուժ, եւ նաեւ որպես մի պետություն, որտեղ շատ ակտիվ են առանցքային աշխարհակաղակական խաղացողներ եւ Ռուսաստանի համար նաև երկու հիմնարար այսպես մարտահրավեր բրիտանացիները եւ թուրքերը եւ այս տեսանկյունից Ղազախստանի հանդեպ գերակայությունն է Ռուսաստանի գլխավոր խնդիրը։ Այդ 4-ի հայտարարության առանցքային այսպես շերտերից մեկը իմ կարծիքով հենց դա էր՝ դնել այդ շեշտադրումները 4-ի սեղանին եւ ստանալ ստորագրություն, այսպես ասած, համատեղ ստորագրություն, օգտագործելով Հայաստանի առիթը։ Եվ դրա համար նշում եմ, որ Հայաստանը ավելի շուտ առիթ էր այդտեղ, քան պատճառ այդ հայտարարության։ Լավ, բա հանրաքվե առաջարկելը ինչ տրամաբանությամբ դիտարկենք։ Եթե Հայաստանին հանրաքվե են առաջարկում Եվրամիություն, թե Եվրասիական միության միջև ընտրություն կատարի, պետք է հայ ժողովուրդը կատարի, կարող ենք հետ գնալ 2013 թվական, նույն առաջարկը կարող էին անել այդ ժամանակ։ Էլի թող հայ ժողովուրդը ընտրեր, Բաքսային միություն է մտնում, թե գնում է, ավարտում է Եվրամիության հետ իր պայմանագրային, այսպես ասած, այդ ամբողջ տարիների աշխատանք։ Կարծում եմ, այստեղ մի հանգամանք է էական, որ ի տարբերություն 2013 թվականի, 2015 թվականից հետո Հայաստանի սահմանադրության պահանջն է հանրաքվեն։ 13-ին այդպիսի պահանջ Հայաստանի սահմանադրությունը չուներ, 15-ի փոփոխությամբ այդ պահանջը կա, վերպետական կազմավորումներին անդամակցությունը պետք է վճռվի հանրաքվեով։ Եվ հնարավոր է, որ Ռուսաստանը օգտագործում է հենց այդ հանգամանքը, այդ հարցը բարձրացնելիս, որովհետև դա Ռուսաստանի կարծիքը չէ նույնիսկ։ Այսինքն սահմանադրության նյուանսները այդ խորությամբ գիտեն Ռուսաստանը։ Դե դա բացահայտ գրված հոդված է, ես կարծում եմ իրենց համար դժվար չէ ուսումնասիրել Հայաստանի սահմանադրությունը եւ ինչպես օրինակ մեզ հետաքրքրող հարցերում մենք անգամ Ադրբեջանի սահմանադրությունը կարող ենք իմանալ, զարմանալի չէ, որ ռուսներն էլ իրենց հետաքրքրող հարցերում Հայաստանի սահմանադրությունը մանրամասն դիտարկեն։ Եվ այս տեսանկյունից Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց օրեր առաջ քարոզարշավի ընթացքում, որ ժողովուրդն է որոշելու։ Բայց ինչն է այստեղ հատկանշական էս իմաստով։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը ամենևին դեմ չէ հանրաքվեին, բարձրապես ասում է, որ կանեն այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը առաջանա։ Եվ մենք չգիտենք դրա անհրաժեշտությունը երբ կառաջանա, եւ պետք է հետեւյալը դիտարկենք, եթե հարցը գնաց հանրաքվե, ինչպիսին է լինելու դրա արդյունքը։ Որովհետեւ հանրաքվեի չափանիշները բավականին բարձր են եւ մասնակցության իմաստով, եւ նաեւ այոյի իմաստով։ Եվ այստեղ պետք է դիտարկել հետեւյալը, երբ օրինակ Նիկոլ Փաշինյանն էլ ընդունում է հանրաքվեի գաղափարը եւ ասում, որ ինքը չէ որոշողը, ժողովուրդը պետք է որոշի։ Իսկ հնարավոր է արդյոք խորհրդարանի ընտրությունից հետո, եթե Նիկոլ Փաշինյանը պահում է վարչապետի պաշտոնը եւ իշխանությունը, իսկապես արագ նախաձեռնվի այդպիսի մի հանրաքվե եւ պարզապես փակվի Եվրամիության հարցը, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ինքն էլ շատ լավ գիտե, որ այդ հարցը իրականում չկա օրակարգում եւ չի էլ լինելու, դա շատ լավ գիտե եւ պատկերացնում է նաեւ կարծում եմ Բրյուսելը, իրենց համար բացարձակ պետք չէ Հայաստանի անդամակցություն։ Դա գիտե նաեւ Մոսկվան, այսինքն
Այստեղ հարցը բոլորովին այլ նշանակություն ունի, քան բուն իմաստով շոշափվում է։ Եվ հանրակրվեի միջոցով Նիկոլ Փաշինյանը կարող է առանց անձնական պատասխանատվությունը դնելով ժողովրդի վրա, ինչպես արել է մինչև հիմա բոլոր վճռորոշ հարցերում, ընդհանրապես ազատվել այդ խնդրից, որը օգտագործում է նախընտրական process-ում, կհավաքի այդ տրամադրությունը կրող էլեկտորատի ձայները, իսկ հետո արդեն այդ օրակարգից ազատվելը կլինի Նիկոլ Փաշինյանի համար անհրաժեշտություն։ Ես կարծում եմ, այս սցենարը մեղմ ասած պետք չէ դուրս թողնել ուշադրությունից։ Այսինքն եվրոպական աջակցությունը, ասենք, Հայաստանին այս ընտրություններում նույնպես ձևական բնույթ է։ Չէ, ձևական չէ, Եվրոպայի համար խաղը ունի իհարկե ուրիշ արժեք։ Եթե ես նշում եմ, որ Եվրոպան չի ուզում Հայաստանի անդամակցություն, դա չի նշանակում, որ չի ուզում, որպեսզի Հայաստանը ամբողջությամբ լինի եվրոպական քաղաքականության վերադրանքի կամ հովերի ներքո։ Բայց երբ անդամակցության մասին է խոսքը, այստեղ արդեն պատասխանատվության լրիվ այլ աստիճան է, որը Եվրոպային բացարձակապես պետք չէ։ Ինչպես օրինակ ես նշում եմ, որ Ռուսաստանին եւս բացարձակապես պետք չէ այդ միութենական պետություն ասվածը, որովհետեւ դա եւս պատասխանատվության մի աստիճան է, որը օբյեկտիվորեն իրականանալի չէ նաեւ Ռուսաստանի համար։ Եվ ուրեմն խնդիրը բոլոր աշխարհակաղակական կենտրոնների տեսանկյունից Հայաստանը ընդհանրապես քաղաքական ազդեցության ծիրում պահելն է եւ ոչ թե Հայաստանի հանդեպ պատասխանատվության մեծ այսպես չափաբաժին ստանձնելը։ Հիմա Եվրոպայի համար Հայաստանը ունի, ես կարծում եմ, որ այս պահին նույնիսկ ավելի մեծ նշանակություն, քան Ռուսաստանի համար, որովհետև ես նշեցի, Ռուսաստանը ունի Իրանի հետ այդ ռեգիոնը փակող պայմանագիր, Եվրոպան դա չունի, եւ դրանից բացի Եվրոպան չունի նաեւ Ադրբեջանում եւ Վրաստանում, այսպես ասենք, ոտքի տեղ։ Մնացել է միայն Հայաստանը, Վրաստանի իշխանության հետ գիտենք ինչպիսի հարաբերություն է, Ադրբեջանը Եվրոպայի հետ խոսում է հավասարի սկզբունքով, ես եթե չեմ սխալվում ձեր տաղավարում նաև հիշեցրել եմ հռչակագիրը, որտեղ հենց այդպես էլ ձևակերպված է, եւ մնում է Հայաստանը։ Այս տեսանկյունից իդեպ այն գնահատականը, որ եթե չլինի Նիկոլ Փաշինյանը Եվրամիությունը չի աշխատելու Հայաստանի հետ, ես կարծում եմ դարձյալ ավելի շուտ քարոզչական է, աշխատելու են, որովհետեւ դա առաջին հերթին իրենց է պետք։ Եվ այս տեսանկյունից կարծում եմ եվրոպական մոտեցումները պետք է դիտարկվեն այս պրիզմայով։ Չմոռանանք եւս մեկ կարևոր խաղացողի։ Թրամփը այսօր հայտարարել է հունիսին Բաքվի եւ Երևանի միջև կարգավորման հարցով քննարկումների անցկացման մասին։ Ցավոք սրտի այստեղ տեսնում ենք էլի հետեւյալ մի սխեմա՝ գալ Հայաստանից ստանալ ինչ-որ համաձայնություն, որը արդեն փորձ կարվի վաճառել Ադրբեջանի վրա։ Հունիս բառն է ավելի Ես չեմ բացառում նույնիսկ, որ սրա տողատակում կարող է լինել որոշակի այսպես ակնարկ կամ սպասում, որ հունիսից հետո Փաշինյանը կարող է եւ չլինել վարչապետ, եւ պետք է հունիսին ամրագրել համաձայնություններ, քանի դեռ Փաշինյանը այդ վարչապետի իրավասության ներքո կլինի։ Որովհետև ես նաև առիթ եմ ունեցել թե իմ տելեգրամյան էջում գրառումով, թե առանձին նաև զրույցների ընթացքում նշել, որ ամենևին բացառված չէ Ռուբիոն ոչ թե եկել էր բուն իմաստով Փաշինյանին աջակցելու, այլ եկել էր պարզապես հնարավոր սցենարի պարագայում ընդամենը ամերիկյան շահերին եւ մինչ այդ եղած համաձայնություններին տեր կանգնելու, այո, համոզվելու, որ դրանք ամրագրված են եւ մնում են անկախ Հայաստանում փոփոխությունից կամ առնվազն որոշակի իմաստով, եթե ոչ բացարձակ համոզվելու։ Նիկոլ Փաշինյանին աջակցության հայտարարությունը հետո հնչեց, արդեն Թրամփից հետո հնչեց հայտարարություն աջակցության եւ ես կարծում եմ եւ հակված եմ գնահատել այդ աջակցության հայտարարությունը ավելի շուտ սիմվոլիկ, որովհետեւ ի վերջո գործնականում մենք տեսել ենք թե Թրամփի աջակցություն ասվածը ինչ արժեք ունի, օրինակ Հունգարիայում։ Չէ՞ որ նույն կերպ Օրբանին եւս աջակցում էր բաց հայտարարությամբ, Վենսը մի քանի օր առաջ մեկնեց այնտեղ, բայց մենք տեսանք, որ Հունգարիայում բոլորովին այլ տրամաբանությամբ զարգացավ իրավիճակը, ընդորում ես ամենևին հակված չեմ մտածել, որ Թրամփը այնտեղ պարտվեց կամ չգիտեմ ձախողվեց, իհարկե դա իմիջային հարված էր, բայց այնտեղ տողատակում շատ ավելի հետաքրքիր process-ներ են, քան օրինակ հետեւյալ տրամաբանությամբ գնահատականը, որ Բրյուսելի հակառակորդ Օրբանը պարտվեց, հետևաբար պարտվեց Թրամփը եւ հաղթեց Բրյուսելը։ Բրյուսելը չի հաղթել եւ շատ հետաքրքիր է հետեւել ինչպիսի վարքագիծ է դրսեւորում Հունգարիայի նոր վարչապետը, դա առանձին խոսակցության հարց է, այնպես որ Թրամփի պարագայում էլ երբ նա Փաշինյանին աջակցություն է հայտնում, բայց օրինակ եթե ձախողվի, չեմ կարծում թե դա նրա համար ունենալու է ինչ-որ ճակատագրական նշանակություն, որովհետեւ ճակատագրականը Թրամփի համար դա ամերիկյան հասարակության վերաբերմունքն է, իսկ ամերիկյան հասարակությունը, չգիտեմ, Հայաստանի ընտրությունների մասին ընդհանրապես տեղյակ է, թե ոչ կամ ընդհանրապես ունի ցանկություն տեղեկանալու։ Լոս Անջելեսը ունի։
Այո, մոտ 2 միլիոն հայեր։